Բարի երեկո սիրելի բժիշկներ, ճախրուկի ընկերներ, բարեկամներ, հարգարժան հյուրեր, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Տիկին Անդրեասյան, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Տիկին Գալյան, հարգարժան փոխնախարարներ, գլխավոր դատախազի տեղակալներ և Հայաստանում միջազգային կառույցների ղեկավարներ։ Խորհրդի մասնագիտացված մանկական ճախրուկ էթնոերաժշտախմբի առաջին մենահամերգն է, նվիրված հաշտարամություն ունեցող մարդկանց միջազգային օրվան և ճախրուկի գործունեության 5-ամյակին։ Շնորհակալություն եմ հաջող յուրաքանչյուրի մեզ համար այսչափ կարևոր օրը մեզ հետ լինելու համար և շնորհակալություն եմ հայտնում իմ սիրելի ճախրուկներին։ Իսկ տարիների ընթացքում այդ յուրաքանչյուր ապրած օրվա համար շնորհավորում եմ ձեզ առաջին մենահամերգի ակտիվ։ Ես և քույրս անասելի մեծ հպարտություն ենք ապրում այս պահին, որովհետև Հանրապետությունում առաջին անգամն է, սա առաջին դեպքն է, որ նմանատիպ յուրահատկություններով օժտված երեխաները հսկայական մենահամերգային ծրագրով հանդես են գալիս և մենք այս համերգից հետո, այս մենահամերգը կլինի մեկնարկը այն շրջագայությունների, որ կունենան ճախրուկները և կիրականացնեն Երևանի և մարզերում հանրակրթական դպրոցներում և վստահ ենք, որ դա շատ կարևոր սկիզբ է ձևավորվող մարդու մեջ շատ կարևոր մարդկային հատկանիշներ սերմանելու։ Սիրով ուտել եմ հրավիրում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Տիկին Ժաննա Անդրեասյանին։ Շնորհակալ եմ շատ, հարգարժան Տիկին նախարար, հարգելի փոխնախարարներ, հարգելի հյուրեր, սիրելի ներկաներ, սիրելի ճախրուկներ։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր դեկտեմբերի 3-ին հաշվանդամություն ունեցող անձանց միջազգային օրը մենք ունենք հնարավորություն լիարժեք վայելել ձեր արվեստը։ Խոսքերս չափազանցություն չեն։ Այն ինչ որ դուք անում եք, ներկաներից շատերը չեն կարող անել։ Եվ ձեզնից սովորելու շատ բան ունենք, որովհետև մենք ձեզնից ոչ միայն սովորում ենք ստեղծագործելու արվեստը, այլև ձեզնից սովորում ենք այն բարությունը, այն դրական էներգիան ու ջերմությունը, որ դուք տալիս եք յուրաքանչյուրին, ով ձեզ հետ շփվում է։ Ասածս չափազանցություն չի, որովհետև կարծում եմ յուրաքանչյուրը ով առիթ է ունեցել ներկա լինելու ճախրուկների որևէ համերգին, որևէ կատարմանը, խոսելու նրանց հետ, զգացել է, թե ինչ անասելի մեծ էներգիա ու ջերմություն են փոխանցում։ Յուրաքանչյուր մարդու տեսնում են առաջին անգամ։ Եվ հենց այսօր, երբ որ մենք խոսում ենք հաշվանդամություն ունեցող մարդկանց ներառման եւ հասարակության զարգացման մասին, պիտի հասկանանք, թե ինչ մեծ աշխատանք ունենք անելու, որպեսզի կարողանանք սա դարձնել ոչ միայն առանձին օրերի իրողություն, այլ մեր առօրյայի անբաժանելի մաս։ Որպեսզի ներառումը լինի ոչ միայն առանձին միջոցառումների ու իրադարձությունների միջավայր, այլ լինի այն ձևը, որով մենք ապրում ենք։ Այստեղ շատ գործ ունենք անելու բոլոր ոլորտներում, նաև կրթության համակարգում, ու ես հատկապես ուրախ եմ, որ ճախրուկը լինելու է դպրոցներում։ Դա հրաշալի է։ Ես կարծում եմ, որ մեր երեխաները պիտի շատ շփվեն ճախրուկների հետ, որ ճախրուկները պետք է հնարավորինս ավելի մեծ բեմերից ելույթ ունենան եւ ինչու՞ չէ, գուցե գա այն օրը, երբ որ մենք խոսենք արդեն միջազգային բեմերի մասին, որը վստահ եմ սպասվում է ապագայում։ Ուզում եմ եւս մեկ անգամ բոլորիս մաղթել հրաշալի երեկոյի տրամադրությունն արդեն ապահովված է։ Մենք հասցրեցինք մի փոքր շփվել եւ չգիտեմ ինչպես դուք, ես արդեն աշխատանքային երկար օրվանից հետո բոլոր հոգսերը, լարվածությունները մոռացա, որովհետեւ
հաճույքով սպասում եմ վայելելու այս երաժշտությունը, այս էներգիան, այս ջերմությունը, որը ալիքներով գալու է բոլորիս ընդգրկելու։ Շնորհակալ եմ դրա համար։
որ եկանք Հարբերթի մանկատուն, առաջին անգամ էր լսել էինք իրականում հաստատության մասին, գիտեինք, որ յուրահատուկ երեխաներ են, բայց ընդհանրապես պատկերացում չունենք, մենք ուր ենք գալիս։ Հիշում եմ այն օրը, որ առաջին անգամ որ դրեցինք այստեղ, այդ հույզերը, այդ ապրումները, ճիշտ է, մի փոքր ծանր էր, բայց դա մեզ օգնեց իսկապես ապրել, վերապրել ու արդյունքում ստեղծել մի բան, որտեղ բոլորս կլինենք հավասար։ Դա շատ կարևոր է։ Դուրս եկանք հաստատությունից ու որոշեցինք, որ չենք նստում ինչ-որ տաքսի կամ տրանսպորտային միջոց։ Որոշեցինք, որ քայլելով գնանք ու երկար քայլել ենք ընդհանրապես նույնիսկ իրար հետ չխոսելով ես ու Աննան։ Այդ պահին մտածում ես, որ դու մի բանի մեջ ես, որ հետ չես կանգնելու։ Այն ինչ որ մտածել ես միևնույնն է պետք է անես, որտեղ արդեն մեր մեջ որոշակի ինչ-որ մի բան գծագրած եկել էինք, որ երեխեքին նվագել ենք սովորեցնելու ու ամեն դեպքում ուղղակի այդ պահին այդ մեկն էինք մտածել, որ ուզում ենք երեխեքին նվագել սովորեցնենք։ Գալիս է մի պահ, որ դու քայլ առ քայլ մոտենում ես հենց այդ իրականությանը, ինչը որ կար քո մտքում, քո գաղափարում, ու դա դարձնում ես իրականություն, ռեալ տեսանելի յուրաքանչյուրների համար, ով որ ցանկանում է տեսնի։ Այսինքն մենակային չի, որ մենք աչքեր ունենք ու դա կարող ենք տեսնել։ Այդ տեսանելիության մասին չէ խոսքը։ Արդյոք դու պատրաստ ես տեսնել, դու կարող ես տեսնել։ Այս է այդ իրականությունը, չգիտեմ ինչքան որ կարողացել պատկերավոր բացատրել, բայց սա մեր իրականությունն է, մեր ճախրուկը։ Մենք ուրիշ կերպ ենք տեսնում իրենց տեսնում ես ներսից։ Ինձ չի հետաքրքրում մատեր ունի, չունի, ձայն ունի, չունի, ուղիղ է քայլում, ուղիղ չի քայլում։ Առհասարակ ինձ հետաքրքրում է մարդկանց ներսը, ուզում եմ մարդկանց հենց ներսից տեսնեմ։ Չի հետաքրքրում իրենց բրենդային հագուստը, չի հետաքրքրում առհասարակ ֆիզիկական հնարավորությունները։ Դրա համար երևի շատ հեշտ ստացվեց մերոնց հետ այդ կապը, շատ կարճ ժամանակ պահանջվեց ուղղակի ադապտացվել այդ ամեն ինչին, որ զուտ քո անելիքները համակարգես, թե իրենց հետ մենք ոնց ենք անում ճախրուկ էթնո երաժշտախմբի շրջանակներում, իսկ առհասարակ շփման մեջ մենք այդ խնդիրը չունենք, մենք մի ընտանիք ենք, մենք ընկերներ ենք։ Ինքը առողջ միջավայր է, որտեղ մեզանից յուրաքանչյուրը այստեղ լիարժեք է իրեն զգում ու պատկերացնում։ Բայց սա իրականությունն է, ինքը ճապրուկն է, մեր տունն է, ամեն ինչն է։ Բալուի խորդոները խոլոտ ենող, չիտները խոլոտ ենող, չիտները
իրենք շատ բաց են շփման մեջ ու առհասարակ իրենք այդ խնդիրը չունեն մարդկանց հետ շփվելու, սահմաններից դուրս գալու, շրջելու։ Ամեն մեկը անհատականություն է, եւ վերջի ամեն մեկը ունի իր երազանքը։ Ես հիշում եմ նոր տարուց առաջ, երևի 2 տարի առաջ դա կլիներ, որ խոսում ենք հենց երազանքներից ու ամեն մեկս այդպես թղթին հանձնեցին մեր երազանքը, շատ հետաքրքիր երազանքներ էին երեխեքի մոտ ու ամբողջ մեր ներսը այդ տակնու վրա արեց, թվում էր, որ սա իրական չի այդ մտքերը, հնարավոր չի դա իրականին, բայց այդ մարդիկ խոսում են իրենց երազանքներից։ Մեր ընկերներից հաճախ որ արդեն ունենում մերոնց հետ հանդիպելու, գալիս են ծանոթանում, միշտ այդ օրինակը բերում եմ, բեկոն, ձեռքը բռնում է, ես բեկոն եմ, երաժիշտ, ում հետ որ ծանոթանում ենք չի, այդ պահի ես զուգահեռ հայացքն եմ վերլուծում, այդ մարդը ոչ մի ռեակցիա չի տալիս, հա ուրախ եմ Բեկո ջան, ես բեկոն եմ երաժիշտ, որ ես հասկանում եմ այդ գիտակցումը, որ ինքը իրեն երաժիշտ է համարում, ես դա շատ մեծ ձեռքբերում եմ համարում, շատ, որովհետև ինքան կյանք կա, իմաստ կա Բեկոյի ասացի մեջ, ես երաժիշտ եմ, ինքը դա իրան որակավորում է, ինքը շատ ճիշտ է անում, այդպես էլ կա։ Ես ուզում ես այդպես կարտավի, էլ կարտավով, որ ես ուզում եմ ես
Это когда я стоит вот, ушивать Евангелие. Ճախրուկը որպես այդպիսին դա թռչուն է, ճախրաբազե թռչունն է։ Երեխաներին, որ հանդիպեցինք, իրենցից հետո այդ միտքը առաջացավ, եթե ինչ-որ մի անուն ենք դնելու, միանշանակ դա պետքա կապ ունենա թռիչքի հետ, որովհետև զգացինք հենց այդ պահին, եթե մի բան ստեղծեցինք, ինքը պետքա թռիչքային լինի բոլորիս կյանքում, որովհետև ոնց որ գիտեք, ինքը ճախրուկը ինչ-որ մի բանի ծնունդ լիներ, որ ծնվեց ուղղակի խումբը չէ, այդ ճախրուկը ինձ որպես Անահիտ նոր Անահիտ ծնեց ճախրուկը ու չեմ վախենա ասել շատ շատերին ովքեր որ առնչություն են ունենում ճախրուկի հետ կամ առնչություն են ունեցել ստիպողաբար բան չի, բայց եթե դու ունես ասելիք յուրաքանչյուրի մեջ պետք է ինչ-որ մի բան փոխվի ուղղակի զուտ մարդկային շփում ունենալով այս հրաշքի յուրահատուկ մարդկանց հետ Ամեն երեխու հետ աշխատել է տասնյակ աշխատող, որ հասել են այս աստիճանի։ Սա ազնվության շատ բան գործ է։ Դերինք որ ինքը դպացի, նամքումներով կմաքրի, որտեն չոր կազմաշանի, որ գա 10 ոգել մանգա։ Էդի ամեն կիլի աստե, ուրա չոտկես, ուրա մեր գործիքները դնում ենք, մեզ անուս դարվում գործիքների դեպը։ Այսի դարձել է իրենց համար ապրելակեր աշխատանքի վայր, դմուսում մեզ իստիկում ապրելենք աշխատին։ Չէ թող որ սուշ ծնենք, Եվ փոքր որ հարստանան, անգամ ուղղած այս ճաշի ժամը, որ էքսանոն շուտ են ուղարկում ոսորեն, որ մինչև իրանի կենայով կամանած իշտի, ոսոս ավտալոջ 10 որ են մնան, որ դիգեն ամասնալ, ես շուտ կավասնեմ, իրա ֆերաղիով են ոսոս։ Այսպիսի մի բան պետք է ասեմ, երբ որ դու մտածում ես ու հավատալու ես այն մտքերին, որը միշտ առաջանում է քո գլխում, ու դու երբեք չես շեղվում քո հենց այդ գծած ճանապարհից, ինչպես ես դու պատկերացնում ես իրականությունը, չէ՞։ Երբեմն թվում է վայ, ինչ-որ խնդիր ու ես կշեղվեմ կամ ինչ-որ մի բան, երբ որ դու գաղափարների հավատալու ես մնում, ոչ մի խոչընդոտ քեզ պարզապես չի կարող այսպես ճանապարհից շեղել, ես կարծում եմ իրանք նրա համար են ստեղծված, որ դու էլ ավելի համոզվես, որ դու ճիշտ բան ես անում, դու լավ բան ես անում, ու դա քո համար չես անում։ Դու անում ես այն մարդկանց համար, ովքեր որ ունեն դրա կարիքը։ Չեմ կարող այդպես բարձրաձայնել խոչընդոտներից, բայց ես կխոսեմ այն լավ ընկերների մասին, ովքեր որ թաքուն, ծածուկ, ամեն մեկը իր տեղում, բայց իրենք ճախրուկի ընկերներն են, բարեկամները։
խոչընդոտներից այդպես իմաստ չունի բարձրաձայնად խոսել, որովհետև յուրաքանչյուրիս կյանքում է կան խոչընդոտներ։ Դա նորմալ է, դա պետք է լինի։ Մենք դա պետք է նայենք ուրիշ տեսանկյունից, որովհետև առանց իրենց մենք պարզապես չենք կարող։ Այս գիտեք չէ, մենք ենք մեր ճախրուկի բարեկամներն են, ու գիտեք ճախրուկի տանը շատ հարազատ մարդիկ կան, բայց այդ մարդկանց մասին առհասարակ մենք չենք խոսում, բայց երբեմն գալիս է պահը ու բարձրաձայնում ենք խոսում ենք ինչ-որ հարցերի շուրջ, մեր ընկերներն են, Աննան, Միկան, պարոն Բալասանյանը, մեր Տիգրանուհին ինք ասեց, ես ուզում եմ մամայիս հետ ինձնենք արեք, Արզումանը իր շունիկով,
Ճախրուկի հոն գաղափարից երբեմն ճախրուկում շատ ավելի խորքային բաներ կան թաքնված, որոնց մասին ուղղակի չես կարող խոսել։ Ես ինքս չեմ կարող դա բառերով բացատրեմ։ Դա ինձ համար մի անտեսանելի բան է, որը ես ուղղակի տարածության մեջ ես դա զգում եմ, որքանով որ ես կկարողանամ, ես կխոսեմ այդ գաղափարից, բայց ոչ ինձնից, որպես իմ ստեղծած։ Որովհետև երբ որ քո եսից ես խոսում, ես, էլի ես, գնալով այդ միտքը, այդ գաղափարը, այդ բովանդակությունը գնալով իջնում է ու մնում ես դու դատարկության հետ։ Ճիշտ է, որ իմ աշխատանքներն է գնում ցուցահանդեսի վաճառը հավանաբանը ցակում Իրանվանում դարում սովորում։ Ես կեղկավճու չեմ սիրում, որ մեկնեկի օգնեն, ամենից որ լավ են իմ համար, համիան ճամա համն է։ Ես մեծ հաճուպակում եմ միացվում, նվակում եմ, բեկարնում միացել եմ օգնում, չմապանում, ես սիրում եմ միաց։ Յան գոարաչի օրով եկել է, գիարես հանոտացել է, չպել է, ես պիչե հիմար է, ես յան սիրում եմ։
Երաշտիպուկի կանգնած են, չվապարով որոզորա, ես կարող եմ հաղթահարել ու ես մեծ հաճուկով օգնել բոլորի։ Դա ժամանց չի, իրենց համարյան գիտակցում եմ, որ իրենք մշակույթ են ներկայացնում, իրենք իրենց ազգային են ներկայացնում, իսկ դա շատ պարտավորեցնող է, իրենք որպես երաժիշտ են, իրենք որպես արտիստ են։ Ճապիկ գնում եմ մեծիրով, որովհետև ժողովրդական երգը տալիս է այն ամենուց ինչ-որ պետք է։ Ճապիկին բարի է, և մենք իրանց խորհուրդները միշտ ընկալում ենք և ընդունում ենք։ Այն ինչ-որ իրանք տալիս են, ոչ մեկ չի կարող է թել տալ, այն իրանք են կարողանում տալիս են։ Աննային օրինակ, իմ քրոջ մաման ես քույր չեմ տեսել, բայց կյանքիցս առավել եմ տիրել ու ոչ մեկ չի դրամատիկ ես շատ սիրել եմ Աննային։ Ես Աննանի մաման որպես քույր ես իր խոսքը ընկալում եմ։ Պիտա բանեկը որ թխալ եմ Աննային, բայց ինքը ուղում է թխալը, որ ես ճիշտ ճանապարհի վրա գնամ ու դու կարող ես ամենքայլ գնաք մաքուր ճանապարհ, այլ երբես են ծևի ճանապարհով չետա, ծևը խավա է տա, դու կյանք է։ Ինձ համար ինք աշխատանք չի ապրելակերպ է ինձ համար ճապուկը։ Ոնց ենք առավոտյան արթնանում ենք, ինչ ենք նախաճաշում ենք եւ այլն, մեր առօրյան ավելին է, քան առօրյա, ավելին է, քան ուղղակի sense աշխատանք, որտեղ ամեն վայրկյան մենք ստեղծագործում ենք ու այն մտքերը, որ եկել են երեխեք հետ աշխատելու այդ process-ում մենք կարող է մի փոքր ուշ, բայց դա իրականացրել են ու մենք պարտավոր ենք ամեն բան անել, որ յուրաքանչյուր մարդ ինտեգրվի, այն մարդով ունի որոշակի առողջական խնդիր, մենք պարտավոր ենք ամեն բան անել, մենք ստեղծենք այնպիսի միջավայր, որ մարդը իրեն լավ զգա։ Այսինքն ես իմ ժամանակը չեմ հաշվում, ես երբ ուզում եմ ցանկանում եմ սուրճ խմեմ, ես գալիս եմ ճապուկ, ասում եմ համայն սուրճ դեր գալիս եմ։ Դա գիտեք ինչ գերագույն հաճույք է, որ դու կարաս գաս, ուղղակի նստես, հոգնած ես սուրճդ խմես ու թողնես գնաս։
Երազանքը ուղղակի որ կարողանաս ստեղծել մի այնպիսի միջավայր, շարունակական միջավայր, որտեղ մեր հնարավորության սահմանում մենք արդեն ստեղծել ենք ինչ-որ միջավայր, որտեղ որ միշտ յուրաքանչյուր մարդ իրեն երջանիկ կզգա։ Դու միշտ պետք է մտածես, ինչը կարող է մարդուն երջանկացնել։ Ու նորից քո հնարավորության սահմաններում այդ միջավայրը ստեղծես, ապահովես։
այն ամենամեծ ու կարևոր գերնպատակ ու գերերազանքը որ կա, դա մեր ճախրուկ թաղամաս ունենալն է, այս հրաշք նկարը որ կա, մենք առաջից կողմանից ունեցել ենք այս նկարը։ Ինչի, որովհետև ամեն վայրկյանն ես պետք է հիշացնել, որ դու պետք է աշխատես այդ ուղղությամբ։ Երբեք չպետք է նահանջես անկախ դժվարություններից, խնդիրներից, խոչընդոտներից, մենք պետք է հավատարիմ մնալ մեր գաղափարներին, այսինքն քո գաղափարներից դու երբեք չպետք է հեռանաս։ Սկզբունքները, գաղափարները, եւ կարծում եմ աստիճանաբար պետք է մոտենանք ու պարտավոր ենք մոտենալ։ Ishkare vardı televizyonuna Türkçe kalmak şu kanka abatı vur Baykal çövür Devam kanka tabata Baykal kanka tabata yine kanka Ay sana
հիշարժալի էր իհարկե, շատ-շատերն են կոնսերվատորիա ավարտում, բայց այս աղջիկները հատուկ աղջիկներ են, որ ավարտում են ու ամեն ինչ անում են, որ հալալ լինի իրենց կրթությունը, հիմա էլ կլինիկական հոգեբանի մասնագիտացումն են ստանում։ Այնպես որ շատ մեծ գործ են անում, շատ կարևոր ու շատ ծանր։ Յուրահատուկ համերգեր, մալադեց։ Այնքան հուզված եմ, չգիտեմ, այնքան մեծ աշխատանք էր տարված, աննկարագրելի։ Չեք պատկերացնում ինչքան մեծ պոզիտիվ էներգիա եմ այս պահին լցված։ Մի քիչ էլ խոսացնեք, կարող է հուզված լավ։ Չորա։ Հիանալի, խոսքեր չկար։ Հիանալի։ Բայց էմոցիաներս այնքան շատ են ու մեծ, երևի տանեմ տուն վայելեմ։ Իրականում ֆանտաստիկ էր։ Իսկապես այն մեսիջը, որ ուզում են մեզ փոխանցել, որ ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, երբ ունես հոգու թռիչք, իսկապես այսօր մենք դա հասկացինք, ավելի դրական լիցքերով, սեփական ուժերի նկատմամբ հավատով վերադառնում եմ տուն։ Իսկապես շատ շնորհակալություն այս մոտիվացիայի ու այս դրական աշխատանքի ու այսքան ջանքերի համար ամեն մեկը լույս էր ճառագում, շատ տպավորված ենք, ուրախ ու լավ տրամադրությամբ տուն ենք գնում։ Հաջողություն ճախրուկին, թող երկար ճախրեն, շատ լինեն մեր կյանքում ու միշտ հիշեցնեն, որ իսկապես ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունենք հոգու թռիչք։ Շնորհակալ եմ շատ։ Անկեղծ ասած տպավորված եմ, հուզված եմ, այսքան տաղանդավոր եւ նաեւ ֆիզիկական բարդություններ ունեցող մարդկանց չէի տեսել։ Այսօր շատ բաներ ես սովորեցի այդ երեխաներից, պայքարել, կյանքը սիրել, չբողոքել, չդժգոհել։ Եվ երևի թե Աննան ասեց, որ իմ մեջ ծնվեց նոր Աննա։ Ես կարծում եմ, որ այսօր կարելի ասել ես շատ բաներ փոխեցի իմ մեջ։ Շատ հուզիչ էր ու շատ ուրախ եմ, որ այդ սահմանափակ հնարավորություններով օժտված երեխաներին կարողացել են այս կարգի զարգացնել, այդ համախմբվածությունը, իրանց ոգևորությունը մեզ ավելի շատ է ոգևորում, շատ հուզված եմ ու շատ շնորհակալ եմ աղջիկներին այդ մեծ գործը կատարելու համար։ Բավականին հուզիչ էր իրականում, որովհետև այս ջախրուկները մեզ կարևոր հաղորդագրություն են տալիս, թե ինչպես պետք է ապրել, ինչպես պետք է արարել, ինչպես պետք է պայքարել, անկախ դրանից, թե քո առողջական վիճակը ինչպես է, անկախ դրանից նաև ինչպես մեր ջախրուկը ասեց, թերություն ունես, թե չունես, ապա կյանքը հենց դրա համար է, որ դու սիրես, պայքարես եւ նաեւ ապրեցնես։ Իրենք այսօր մեզ ապրեցրին։ Խոսքերը անզոր են իրականում, բայց շատ շնորհակալ եմ այս երեկոն պարգևելու ինձ որպես մարդ, որպես, չգիտեմ, մի ուրիշ աշխարհում հայտնվեցինք, որը շատ կարևոր է յուրաքանչյուրիս համար։ Շնորհակալ եմ աղջիկներին շատ։ Մինչև հիմա հուզված եմ։ Անկեր շատ տպավորիչ էր, շատ հուզիչ, հզոր աշխատանք էր արած։ Շատ լավ երեխեքը իրանց կարողացան մինչև վերջ տիրապետել, շատ լավ երգեցին, ճախրուկներն էլ մեծ աշխատանք են անում, բրավո իրանց, շնորհակալություն։ Հուզված եմ շատ լացեցի, հուզվեցի, իրանց հետ ապրեցի ամեն ինչով եւ ուրախ եմ, որ կան sense լուսավոր սրտեր, ովքեր տեսնում են այն ինչ որ շատերը պետք է տեսնեն, բայց չեն տեսնում։ Հիանալի էր տպավորություններս, անմոռանալի, եւս մի անգամ բեմում լսելով պարզապես ինքը քեզ ոգեշնչում եւ այսպես մի ճանապարհ է ստեղծում, որ դու կարողանաս ուշադրություն չդարձնել իսկապես այն վերջի այդ խոսքերը շատ հուզիչ էին, որ մարդը եթե ունի հոգու ճիչ, մնացած արդեն իրեն չեն խանգարում։ Իրենք դա այսօր բեմում ապացուցեցին։ Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք։ Եվ իրենք այդ թռիչքը ունեն եւ ունենում են եւ իրենք շատերիս համար պիտի օրինակ լինեն։ Շատ մարդիկ կյանքի դժվարությունների առաջ ծնկի են գալիս, թուլանում են, իսկ իրենց ֆիզիկական հնարավորությունները չեն խանգարում ոտքի կանգնելու եւ առաջ գնալու։ Եվ դա առավել պիտի ներշնչող լինի մեզ համար, մենք էլ դեպի մեր երազները գնալու համար։ Ուրեմն տպավորությունները
շատ դրական, շատ հուզիչ ու միշտ ամեն տարի մասնակցում եմ երեխաների համերգին, ամեն տարի երեխաների ուրեմն իրանց կատարողականություն լրիվ իրանց փոխվում է ու ավելի բարելավում է ամեն տարի ու իրական շատ հուզիչ եւ շատ տպավորիչ համերգ էր, ինչպես միշտ։